Հանրաքվեի օրընտրախախտումները համակարգային են եղել, որոնք պետք է իրավական գնահատական ստանան եւ հետևանք ունենան, որի վրա հիմնված էլ հանրաքվեի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։ Վստահ է քաղաքացի դիտորդ նախաձեռնության անդամ փաստաբան Տիգրան Եգորյանը, եւ նրա խոսքով բնավ էական չէ, թե ինչ է մեզ հուշում նախկին փորձը։ Գյումրու լրագրողների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մինչդեռ որևէ սպասելիք չունի իրավապահներից։ Նրա խոսքով խախտումների վերաբերյալ հաղորդումները մի քանի ամիս կուսումնասիրվեն իրավապահների կողմից, ապա կկարճվեն։ Իսկ եթե անգամ որևէ մեկն էլ ձևական պատասխանատվության ենթարկվի, ապա մեկ է, դա իրավիճակ չի փոխի։ Սկսում էին լույսերն անջատել, դադարեցնել, ընդմիջում անել, կռիվներ էին սարքում իրենց հետ։ Այդ բոլոր ահազանգերի շարանները Transparency AM-ի եւ Ասպարեզ AM-ի կայքերում շարված է։ Իրավապահ համակարգի ռեակցիան դանդալոշ է, ինչպես միշտ։ Բոլորդ հասկանում եք, որ սա քաղաքական լուրջ խնդիր է։ Միայն մեր դիտարկած տեղամասերից 1000-ից ավելի ահազանգ եւ փաստեր, որ տեղի են ունեցել գեղձիկներ ու խախտումներ։ Դուք պատկերացրեք, դա 20%-ն է ընդհանրապես Հայաստանի բոլոր տեղամասերի։ Պատկերացրեք ինչ է տեղի ունեցել այնտեղ, որտեղ դիտորդներ չենք ունեցել եւ ուժեղ հսկողություն չի եղել ընդդիմության կողմից։ Եվ շատ հնարավոր է, որ մի 10 գործով հետաքննեն, 10 հոգու էլ դատեն, նստեցնեն, բայց իրենց քաղաքական նպատակը հաղթահարած կլինեն ու կասեն, որ գիտեք, այս բացահայտված խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ամբողջական արդյունքի վրա։ Այն, որ հանրաքվեն ուղղորդվել է բացահայտ կեղծիքներով եւ իշխանությունն իր առաջ խնդիր էր դրել օր առաջ կեղծված արդյունքներին պաշտոնական տեսք տալ, խոսում է նաեւ նախագահականում 3 կայացված քաղաքական էլիտայի ընդունելությունը։ Չսպասելով արդյունքների հրապարակմանը, վերջնական արդյունքների հրապարակմանը, Սերժ Սարգսյանը հաջորդ օրն իսկ հրավիրեց իր կլանին, այո, վարչական կլանին հրավիրեց եւ ազդարարեց հաղթանակը։ Սա հափշտակողի կամ թալանչու հոգեբանություն է, անմիջապես ինձնով անեմ, հետո թող ղժղժան այնտեղ։ Ուրիշ բան ասեմ, հենց քվեարկության օրը երեկոյան ժամը 21:25 րոպեին ես վերադառնում էի եւ անցնում էի նախագահական պալատի Ետնամուտքի մոտով ու տեսա, որ շարժական հեռուստակայանները արդեն մտնում են ներս։ Այդ անգամ եթե բացահայտեն մի քանի հանցագործություն, դատեն նույնիսկ, նստեցնեն եւ ամնիստիայով մի կես տարուց ազատեն համաներումով, ասել են, հա դա եղել է, ախպերով ասած չի եղել նման խախտումներ, բայց ամբողջ հանրությունը գիտե, որ առնվազն քառապատիկ առավելությամբ մարդիկ դժգոհություն են արտահայտել։ Բարսեղյանի խոսքով, եթե մենք ապրեինք նորմալ ժողովրդավարական իրավական պետությունում, ապա նման ընտրախախտումներով անցկացված հանրաքվեից հետո մի շարք պատասխանատու անձինք պետք է պարզապես հրաժարական տային։ Քվեարկության օրը ժամը առավոտյան 10-ին արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պիտի հրաժարական տար, դատախազը պիտի հրաժարական տար, ոստիկանության պետը պիտի հրաժարական տար ու մի շարք համանման արտակարգ միջոցառումներ։ Արդեն այն ծավալի խախտումներ կային առավոտյան ժամը 10-11-ի կողմերը, որ դա բավարար էր, որ իրավապահ ամբողջ համակարգը անմիջապես ձեռնամուխ լիներ սա խափանելու, բայց մեր երկրում դա աբսուրդ է այդ մասին երազելը, որովհետև այդ ամբողջ իրավական համակարգը ընտրական հանձնաժողովները ենթարկվում են մեկ կենտրոնի։ Իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցն առհասարակ սպասելիք չունի հարուցված քրեական գործերի դրական ելքերից։ Խիստ թերահավատ եմ, որ իրապես նման քննությունը որևէ արդյունքներ կտա կամ կկարողանա բացահայտել իրական խախտումներ կատարողներին եւ պատասխանատվության կենթարկեն, որովհետեւ ամենաթարմ օրինակը դա հունիսի 23-ի Բաղրամյան Բողոկայի վրա Էլեկտրիկ Երևանի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բռնությունների փաստով քրեական գործի ընթացքն է, որը արդեն մոտ 6 ամիս, 5 ամիս շարունակվում է եւ որևէ էական առաջընթացի մասին մենք փաստ չունենք, թե ինչ արդյունքներ կլինեն։ Նշենք, որ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկություն եւ դիմումներ։ Դրանցից 296-ը ըստ դատախազության պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու նպատակով։ Իսկ 82 հրապարակում ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ 3 դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս պահի դրությամբ կա 1 կալանավորված անձ։ Սոնա Հարությունյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։